Ագնեսա Խամոյան։ Պարոն Սարգսյան, շնորհակալ եմ, հետաքրքիր է, որ ամբողջ հարցուպատասխանի ընթացքում դուք պատմում էիք Վիոլայի խնդիրների մասին, որ քիչ ներդրումներ անում, ջրանջատումների խնդիր ունեն, կոյուղաջրերի խնդրի մասին խոսեցիք, բայց հետաքրքիր է, որ ՀՑԿՀ-ն նույն հապճեպ վերաբերմունքը չի ցուցաբերում ջրի հետ կապված խնդիրները լուծելու մասով, քան նրա, որ ցուցաբերեց հեծի հետ կապված վարույթ հարուցելու եւ ժամանակավոր կառավարիչ նշանակելու եւ առաջիկայում էլ, երբ որ դուք գնաք ՀՑԿՀ, ձեզ բարդ գործընթացներ են սպասելու, այս ընթացքում դուք նախագահի աշխատակազմում եք, եթե չեմ սխալվում, պատասխանատվություն կատարվելիքի համար չեք կրում, բայց ապագայի համար ըստ էության դուք եւս պատասխանատվություն եք փաստորեն կրելու։ Ինձ հետաքրքիր է, ինչու այդուհանդերձ այս նույն վերաբերմունքը չի ցուցաբերվում Վիոլա ջրի նկատմամբ, որովհետեւ որքան հոսանքն է կարևոր, նույնքան ջուրն է կարևոր մեր քաղաքացիների համար, որովհետև սա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ իրականում հեծի շուրջ տեղի ունեցող զարգացումները բացառապես քաղաքական են եւ բացառապես պայմանավորված են սեփականատիրոջ ավելի վաղ արված հայտարարությունների հետ։ Հիմա ձեր հետ դրանք չեմ ուզում այդուհանդերձ քննարկվել, բայց ամեն դեպքում պարզ հասկանալի լեզվով կարող եք ասել, ինչ է ի վերջո սպասվում մեր քաղաքացիներին, հատկապես որ նշեցիք, որ Վիոլան բավականաչափ ներդրումներ խնդիրները լուծելու համար ըստ էության չի անում եւ առհասարակ դուք ինչպես եք տեսնում հեծի ապագա ճակատագիրը, որովհետեւ վարույթը հարուցվեց, ժամանակավոր կառավարիչ նշանակվեց, եթե չեմ սխալվում, օրերս պետք է լրանար ժամկետը ժամանավոր կառավարչի, այո, հոկտեմբերի 18-ին լրացել է ժամկետը ժամանակավոր կառավարչի, առհասարակ դուք ինչպես եք տեսնում հեծի ճակատագիրը, որովհետև ըստ էության ՀՑԿՀ-ն ստանձնեց պատասխանատվությունը ամբողջ գործընթացի պատասխանատուն լինելու։ Շնորհակալ եմ։ Պատասխանեմ, ինչ վերաբերվում է ինչու հեծ ոչ Վիոլա, նախ սրանք տարբեր կազմաիրավական ձևեր են, տարբեր հարաբերություններ ունեն պետության հետ, տարբեր ներդրումներ են ենթադրում, եթե մի դեպքում Վիոլան վարձակալա ներդրումային պարտավորություն չունի որ անի, դա անում է պետությունը, մյուս դեպքում սեփականատեր հիմնարկի հետ գոյություն ունենք, այո, որը ունի ներդրումային պարտավորություն եւ պետք է իրականացվի հավուր պատշաճին։ Սրանք տարբեր մոտեցումներ են, տարբեր պետության հետ փոխհարաբերության տարբեր դեպքեր են։ Ինչ վերաբերվում է ինչպես կլինի հեծի ճակատագիրը, թույլ տվեք ուղղակի ասել, որ վարույթի ընթացքում մինչև վարույթը չավարտվի, նախ չի կարելի ինչ-որ բանից կանխատեսումներ անել կամ խոսել, կլինի արձանագրություն, եզրակացություն եւ վարույթի ավարտի դեպքում կորոշվի ձեր ասած ճակատագիրը։ Արձագանք։ Պարոն Սարգսյան, հասկանալի է, որ տարբեր պարտավորություններ ունի պետության առջև Վիոլան եւ այլ պարտավորություն հետ, բայց խնդիրները քաղաքացիների համար նույնն են։ Քաղաքացիները շատ չեն խորանում այդ պարտավորությունների իրավական ձևակերպումների մեջ։ Դուք ո՞նց եք տեսնում հարցի լուծումը որպես ապագա ՀՑԿՀ անդամ։ Հեծի մասով, եթե չեմ սխալվում, ՀՑԿՀ-ն կոլեգիալ մարմին է։ Ձեր հանձնաժողովի նախագահը միանձնյա վարույթ է հարուցել եւ ժամանակավոր կառավարիչ է նշանակել։ Ինչպիսին է սրա վերաբերյալ ձեր գնահատականը եւ իմ հարցը ձեր պատկերացումներինն էր։ Դուք պատրաստվում եք դառնալ հանձնաժողովի անդամ եւ առաջիկա ձեր աշխատանքային գործունեության ընթացքում այդ հարցը ձեր առջև դրվելու ըստ էության։ Դուք ո՞նց եք տեսնում, ձեր տեսլականն ո՞րն է հեծի հետ կապված։ Դուք կողմ եք ազգայնացմանը, կողմ չեք ազգայնացմանը, դուք կողմ եք, որ սեփականատիրոջից վերցվի մեկ այլ ընկերության տրամադրվի կառավարումը, ձեր տեսլականը ո՞րն է, որ մեր քաղաքացիները շահող դուրս գան ի վերջո այս process-ի մեջ, անկախ նրանից, որ ամբողջը քաղաքական բացառապես բաղադրիչ ունի։ Շնորհակալ եմ։ Նախ ինչ վերաբերում է կոլեգիալ մարմինը, նախագահան որոշում ընդունեց, այո, օրենքի դրույթը թույլ է տվել, նախագահան ընդունել է։ Սրանում ոչ մի խախտում չեմ տեսնում ես, իսկ իմ վերաբերմունքը թույլ տվեք հեծի նկատմամբ ազգայնացվի, թե չազգայնացվի, իմ վերաբերմունքը ուղիղ բխելու է ուղիղ վարույթի ավարտի արդյունքներից։ Լավ։
Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։